Սննդակարգի հետ կապված շատ մոտեցումներ կան, բայց բոլոր մոտեցումները պետք է անհատապես նայել եւ որոշ մոտեցումներ ընդհանրապես պետք է գործածությունից դուրս հանվի, որովհետեւ ի սկզբանե հիմքը սխալ է, որոշ մոտեցումներ պետք է համապատասխանի օրգանիզմի հնարավորություններին։ Եթե ինտերվալային սովը կամ ինտերվալով ուտելը, եթե օրը մեկ անգամ է ուտում ընդհանրապես մարդը, լինի թե պացիենտ, բուժման համարյան, թե որպես սննդակարգ, ապա եթե կան հիվանդություններ, լուրջ հիվանդություններ լյարդի հետ կապված, սրտի հետ կապված եւ նյութափոխանակության հետ կապված, ապա օրը մեկ անգամը կարող է իրեն բերել ավելի բարդ հիվանդությունների։ Ամենաօպտիմալ տարբերակը հիվանդությունների դեպքում օրը 2 կամ 3 անգամ է, ոչ ավելի։ Օրը մեկ անգամը դա պետք է անհատապես լինի, այսինքն օրգանիզմը կարող է առողջ է, թե ոչ, իսկ ավելի հաճախ ուտելը, որը սովետական միությունից այդ սխալը մնաց, հիմա էլ դիետոլոգներից շատերն են այդ սխալ ուղղությամբ տանում պացիենտներին եւ ընդհանրապես մարդկանց, ավելի հաճախ ուտելը ժամ 1, 2 ժամ 1, օրը 5 անգամ, 6 անգամ, նույնիսկ կար սովետական այդպիսի մեթոդ, որ մի հատ 9-ին, մի հատ 11-ին, 1-ին, դա առաջացնել է շաքարային դիաբետ, դիաբետի երկրորդ տիպ, այսինքն ինսուլինառեզիստենտականություն է դա առաջացնելու է լյարդի եւ ստամոքսի հիվանդություններ հետագայում եւ այդ մեթոդը սկզբնական շրջան լինում են դեպքեր, երբ մի քիչ քաշ իջնում է, բայց հետո ավելի է բարձրանում, այսինքն դա օրը 2-3 անգամից ավել ուտելը, նույնիսկ ժամ 1 մի բան ուտելը, նույնիսկ ծամոն ծամելը, դա առաջացնում է շաքարային դիաբետ, մինիմում ինսուլինառեզիստենտականություն է առաջացնելու եւ նաեւ ճարպակալում ներքին օրգանների, որը մարդը կարող է չնկատի, այսինքն կան մարդիկ, որոնք արտաքինից նիհար են, բայց ներքին օրգաններ ճարպակալված են եւ այդպիսի դեպքեր շատ են։ Այսինքն արտաքին տեսքը իրության հետ կապված նիհար է կամ գեր, դա չի ցույց տալիս ներքին վիճակը լիարժեք։ Լինում են դեպքեր, երբ որ արտաքինից պացիենտը գիրացած է, բայց ներքին օրգանները ավելի լավ վիճակում են, իսկ լինում են դեպքեր, երբ արտաքինից նիհար է, բայց ներքին օրգանները եւ ճարպակալած են եւ նույնիսկ կան ֆիբրոզներ, ֆիբրոզ հյուսիսներ, այսինքն այն, որ շատ են ուտում մարդիկ կամ որ գլուխ են դնում, շատ են ուտում, բայց իրենք չեն գիրանում, դա չի նշանակում, որ ամեն ինչ իրենց մոտ նորմալ է եւ այդ շատ ուտելը իրենց չի վնասում։ Հիմնական սննդակարգը այսպես է, օրը 2 կամ 3 անգամ, ինտերվալ պետք է լինի 2 սննդի, երբ որ ընդունում են սնունդը, 2 այդ միջակայքում, այդ 2 ընդունման միջակայքում պետք է գոնե 3-ից 5 ժամ լինի։ 3-ից 5 ժամ, սուրճը, թեյը առանձին գունավոր ըմպելիքներ խմելով նույնպես դա սնունդ է համարվում եւ ստամոքսը դա ընդունում է որպես ուտելիք։ Միակ բանը, որ ստամոքսը ուտելիք չի համարում, դա մաքուր ջուրն է, որը գնում է հաստատ, որովհետեւ հեղուկը ներծծվում է ջուրը, հիմնականում ներծծվում է հաստարակում, այսինքն ոչ ստամոքսում։ Մնացածը ջուրը, թեյերը, հյութերը հաց ուտելուց պետք է նվազեցնել, որովհետեւ ինչքան ջուր խմեցին անմիջապես ուտելուց հետո կամ թեյ կամ հյութ, այդքան դանդաղելու է մաքսողությունը եւ այդքան վատ է լինելու, որովհետեւ հյութ պետք է արտադրվի աղաթթու ստամոքսում, որպեսզի կարողանա մաքսել եւ կոնցենտրացիան այդ դեպքում փոխվելու է։ Սովորաբար կամ ուտելուց 1 ժամ առաջ են ջուրը խմում կամ ուտելուց 2-3 ժամ հետո, որպեսզի չխանգարի մաքսողությանը։ Ուտելը, գիշերները ուտելը դա մեծ վնաս է բերում, ընդհանրապես օրգանիզմին ամենամեծ վնասն է սխալ ուտելու այդ
տարբերակների մեջ ամենամեծ վնասը հենց ուշանի ուտելն է։ Օրգանիզմում առաջանում է տոքսիկացիա թունավորում, գիշերվա կերածը նեխում է, փտում է և օրգանիզմը դառնում է նեխման կենտրոն և այդ օրգանիզմում և շարքից դուրս են գալիս բոլոր հյուսվածքները և ինքը ունենում է դեֆիցիտ և միներալների, և վիտամինների, ոչ մի բան չի յուրացվում, չի մարսվում և հետագայում առաջանում են աղիքային բարդ հիվանդություններ, շատ բարդ, լինում են դեպքեր, երբ բուժելը դառնում է կամ անհնար կամ շատ դժվար է, առաջանում են հետագայում լյարդի բարդ հիվանդություններ, մարսողության հետ կապված, այսինքն կարող են խոցեր առաջանալ ստամոքսում, խրոնիկ բորբոքումներ, նշեմ, որ խրոնիկ հիվանդությունները, եթե մարդը սխալաբերել կերպով ձեռք է բերել ու շարունակում է այդպես ապրել, այն վերածվում է անբուժելի և մարդը կարող է չզգալ։ Խրոնիկ գաստրիտը մեծ մասամբ չի ցավում, խրոնիկ հեպատիտը չի ցավում, աղիքների խրոնիկ բորբոքումները չեն ցավում, ասում է պացիենտը, ես գնում եմ տուալետ նորմալ, բայց հաշվի չի առնում, որ կամ փորկապություն ունեն բարբերաբար կամ լուծ, կամ ջրի քիքրանքը, կամ գույնը լավ չի։ Կարող է մարդը ամեն օր տուալետ դուրս գալ, բայց աղիները հիվանդ են և այդ հիվանդությունը հետագայում առաջանա կամ իրեն ցույց տա։ Կարող է գոտկատեղը ցավել, օնքոսկրերը ցավել, այսինքն այսպես շարունակ։ Եվ սա առաջացնում է հենց շատերի մոտ գիշեր ուտելուց և սովորաբար 5-ից 6-ից հետո երեկոյան ընտրել էլ չի կարելի, այսինքն վերջի ժամը ընթրիքի պետք է լինի 5-ը, գոնե 6-ը, ոչ ուշ։ Ընդհանրապես իդեալականը 4:30, որովհետև ստամոքսի ակտիվությունը երեկոյան նվազում է 5-ից հետո և 10-ին պետք է ստամոքսը դատարկ լինի, որպեսզի ինքնավերականգնման պրոցեսները սկսի, որովհետև եթե սնունդ եղավ ստամոքսի մեջ, լորձաթաղանթները չեն բժշկվում, չեն վերականգնում և ստամոքսը մեծ գործ է անում, լորձաթաղանթները ամեն օր շատ ակտիվ պրոցեսների մեջ են, այսինքն չեզոքացնում են աղաթթվի վնասները և իրենք են վնասը իրենց վրա վերացնում և այդ լորձաթաղանթներին պետք է 10-ից հետո ստամոքսը դատարկ լինի, որ այդ լորձաթաղանթը հաջորդ օր արդեն վերականգնված լինի, որպեսզի խոց չառաջանա, էրոզիաներ չառաջանան ստամոքսի, այտուցներ չառաջանան։ Սա առաջինը, 1-ից 3-ը լյարդում պետք է արդեն տոքսիկացիա չլինի, այսինքն արդեն 10-ին, երբ որ ստամոքսը դատարկ է, 1-ից 3-ը լյարդը էլ չի կատարում նյութափոխանակության պրոցեսներ, որպեսզի լյարդի բջիջները վերականգնվեն։ Եթե սնունդը գիշերը 1-ին փորում եղավ, ապա լյարդը կամ աղիներից էլ է գնում լյարդ, ապա ակտիվ պրոցեսի ժամանակ բարակ աղիքում, այդ ժամանակ լյարդը փոխանակ ինքը վերականգնի, այդ թույնը փորձում է դուրս հանել և լյարդի բջիջները քիչ-քիչ մահանում են և այդպես շարունակ։ Այստեղ կարևորը, եթե մարդու առողջությունը, այսինքն ինքը հիվանդություններ ունի, խնդիրներ ունի, ապա օրը մեկ անգամը կարող է չբավարարել և վնասել իր օրգանիզմը, իսկ օրը 2-ից 3 անգամը դա օպտիմալ բանն է, սննդակարգն է և սնունդը պետք է լինի ամեն ինչ չափի մեջ, ամեն ինչ շատը վնասում են օրինակ լյարդին կուրկուման, եթե շշուտ են օգտագործում, բծուները, եթե շատ են օգտագործում, լյարդին վնասում, այսինքն ամեն օր այդպիսի բան, իմբիրը ամեն օր օգտագործել, լյարդը խրոնիկ կարող է բորբոքվել։ Այդպես շարունակ, այսինքն չափավոր սնունդ, առողջ սնունդ, սուրճը ընդհանրապես եթե մարդը կարող է չխմել սուրճ, ավելի լավ է, որովհետև սուրճը մեծ վնաս է հասցնում, բայց եթե չի կարողանում չխմել, գոնե պետք է խմի ուտելուց հետո անմիջապես և քիչ, օրը գոնե 1 անգամ կամ 2 անգամ, բայց ավելի լավը չխմի, եթե կարող է։ Սուրճը մեծ վնաս է հասցնում հենց լյարդի ֆունկցիաներին, եթե հաճախ են խմում։ Եվ կարևորը և որ 6-ից հետո պացիենտը կամ ընդհանրապես ամենաառողջ մարդը, տենց այդպիսի մարդ չկա, ամենաառողջ մարդը, առողջություն և չնայած որ այժմ դարաշրջանը այնպիսին է, որ առողջ մարդ չկա, բայց եթե ամենաառողջ մարդն գիշերը
երեկոյան 9-ին կամ գիշերը արդեն 10-ից հետո ուտի, 9-ին էլ ուտի, 8-ին էլ ինքը հիվանդանալու, չի լինելու առողջություն, չի մնալու, առողջ եղեք։